2020 թվականից Հայաստանում իրականացվում է «Իգործ» ծրագիրը, որը համակարգում է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Ինչպես հայտնի, այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին ապրելու եւ աշխատելու Հայաստանի Հանրապետությունում 1 տարի ժամկետով։ Ծրագրի մասնակիցները հիմնականում աշխատանք են ծավալում կառավարության տարբեր գերատեսչություններում։ Հեռանկարը այսօր հյուրընկալել է «Իգործ» ծրագրի ղեկավար Աննա Մեհերյանին եւ ծրագրի մասնակից Մարի Մնացականյանին, ով Հայաստան է եկել Ռուսաստանի Դաշնությունից։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Հարցեր ուղեմ Աննային, որովհետեւ ինչքան տիրապետում եմ տվյալներին, հիմա ընթանում է հերթական ծրագրի համար, այսպես ասենք, հավաքագրումը, դիմումների ընդունումը եւ ընթացքի մեջ է գտնվում 6-րդ ծրագիրը, այսինքն որը մեկնարկել է 2025 թվականին, ճիշտ է։ Այո, ծրագիրը ընթացքի մեջ է 2025-26 թվականի գործը եւ 2026 թվականի հունվարի 26-ից մեկնարկել ենք Իգործ 2026-27 թվականները, որի հայտադիմումները բաց են լինելու մինչեւ մարտի 3-ը։ Սակայն նշեմ, որ այս տարի հայտադիմումներում մի փոքր փոփոխություններ ենք իրականացրել։ Եթե անցած տարի կարող էին դիմել բարձրագույն կրթությամբ եւ 3 տարի մասնագիտական աշխատանքային փորձով, այս տարի ընդունելությունը լինելու է բարձրագույն կրթությամբ եւ 5 տարի մասնագիտական աշխատանքային փորձով, ինչու, որովհետեւ այս տարի սեպտեմբերից ընդունելու ենք ոչ թե 50, այլ 35 մասնակից, փորձելու ենք ընտրել ավելի թիրախային եւ ավելի աշխատանքների, ծրագրերի, հիմնական աշխատանքների եւ ծրագրերի վրա։ Այսինքն մի փոքր կարող ենք ասել, խստացում է պայմանների, պահանջների, եթե 3 տարին աշխատանքային փորձի դարձել է 5 տարի։ Այո, կարելի է այդպես କହିել։ Ինչու է դա պայմանավորված։ Թվի սահմանափակման հիմնականում, որովհետեւ 50-ից հետո իջել են 35 թվին, փորձենք ավելի մասնագիտ աշխատանքային փորձը բարձրացնենք նաև տարիքային շեմը։ Իսկ զուտ դիմելության հետ կապված խնդիր կա, այսինքն գուցե ընդհանուր մասնակիցների թիվն է նվազել, դիմումատուների թիվը եւ նաեւ այդ հանգամանքով է պայմանավորված 50-ից անցումը 35-ի։ Նշեմ, որ 2020 թվականին ունեցել ենք 850 հայտ, առաջի տարվա մասնակիցները եղել են 850-ից են ընտրվել 50 մասնակիցը 2020 թվականին, այո, դրանից հետո շարունակաբար ունեցել ենք 300, 280-ից 300 հայտ շուրջ, դա ոչ մի ձևով չի կարող արտացոլվել այս տարվա մեր վերը նշված չափանիշներին, քանի այս տարի դեռ չեմ կարող ասել ինչքան հայտ կունենանք, այս պահի դրությամբ ունենք շուրջ 100 հայտ, բայց հիմնականում Իգործի հայտադիմումները ավելանում են վերջի մի շաբաթվա ընթացքում, քանի որ այնտեղ պահանջում են գերաշխավորագիր, մոտիվացիոն նամակ, դրա հետ կապված միշտ հայտերի թիվը ավելանում է վերջի շաբաթվա ընթացքում, այդ իսկ պատճառով ոչ մի կապ դա չի կարող ունենալ, դեռ այս 2020 է, որ ոչ մի կապ չի կարող ունենալ, որովհետև արդեն այս պայդրությամբ 100-ից ավելի հայտ կա եւ առաջին հայացքից որևէ դժվարություն չկա 100-ից 50-ին ընտրելու։ Իրականում այդ չափորոշիչները դրանով չեն առհասարակ ընտրությունը ինչ չափորոշիչներով է տեղի ունենում։ Առավելևս երբ դիմումատուների թիվը շատ մեծ է։ Նախ չափանիշները այսպիսին են, առաջին փուլը հաղթահարելու համար պետք է մասնակիցը 5 տարի ուսանած կամ աշխատած լինի Սփյուռքում, ինչպես նաև պետք է ունենա բարձրագույն կրթություն եւ ինչպես նշեցի, այս տարի 5 տարի մասնագիտական աշխատանքային փորձ։ Դրանից հետո ըստ փուլերի ընթացքում մենք հավաքագրում ենք կարիքները պետական կառույցներից եւ հավաքագրած կարիքները համադրելով ստացված հայտերի մասնագիտությունների հետ կազմակերպում ենք հարցազրույցներ։ Այդ ընթացքում հարցազրույցների ընթացքում է պարզվում մասնագետների ընտրությունը, այսինքն տվյալ կառույցն է ընտրում եւ մասնակիցն է ընտրում արդյոք հարմար է իրեն այդ մասնագիտությունը եւ աշխատանքը եւ կառույցը ընտրում է տվյալ մասնակցին։ Ես ճիշտ եմ հիշում, որ լեզվի իմացությունը շատ մեծ կապ չունի, բայց գուցե մասնակցի ընտրության հարցում որպես առավելություն դա դիտարկվում է։
Այո, հայերենի իմացությունը լինում է կառույցներ, որ այո, որպես առավելություն են դիտարկում, եթե պետական գերատեսչություններում է աշխատանքը, թղթաբանության հետ ինչ որ առնչություն պետք է ունենա տվյալ աշխատանքը, այո, բայց կան կառույցներ, որոնց համար պարտադիր պահանջ չի եւ հանգիստ աշխատում են առանց լեզվի հստակ գրավոր կամ բանավոր իմացության։ Լավ, հիմա ես հարցերով եմ Մարին, բայց մինչ այդ ես հիշում եմ, որ նախորդ հաղորդման ժամանակ մեր երկրորդ հյուրը մասնակից էր, որը Բրազիլիայից էր, Վազգեն Եգիներյան, եթե չեմ սխալվում ազգանունը, եւ Վազգենը նշում է, որ մեծ ցանկություն ունի մնալ Հայաստանում, ասում էր, որ ես երազանք ունեմ, որ իմ երեխաները մեծանան Հայաստանում եւ Հայաստանում կա այն ամենը, ինչ որևէ այլտեղ երբեք չկա եւ չի լինի։ Ես ուղղակի ուզում եմ հարցնել, Վազգենը մնացել է Բրազիլիայից եկած Վազգենը մնացել է Հայաստանում։ Այո, Վազգենը մնացել է Հայաստանում, հենց այսօր Վազգենի հետ մինչև այստեղ ժամանելը զրուցել ենք Վազգենի հետ, Վազգենը նույն իր դիրքորոշման են, ավելին ասեմ, ուզում է շարունակել իր աշխատանքները տվյալ կառույցում, որտեղ որ ինքն է այս պահին աշխատում, չնայած նաև դեմ չէր, եթե ինչ-որ այլ մասնավոր հատվածից առաջարկ ստանար, դեռ իր դիրքորոշմանն է, երեխաները հաճախում են դպրոց եւ շատ երջանիկ են այս պահին։ Լավ, հիմա Մարին հարցերով եմ, դուք մոտավորապես 10 տարի առաջ Հայաստանից մեկնեցիք Ռուսաստան եւ ես ինչքան հասցրել եմ ձեր տվյալները հենց ծրագրի միջոցով ուսումնասիրել, այնտեղ բավականին, այսպես գործունեություն եք ծավալել մշակույթի, հա, կինո եւ թատրոնի ուղղությամբ մշակութային գործունեություն է դա եւ ինչը ձեզ ստիպեց մասնակցել այս ծրագրին եւ վերադառնալ Հայաստան։ Ես նշում եմ, որ ի գործը ճանապարհ էր դեպի տուն, հետ դեպի տուն։ Արդեն 10 տարիների ընթացքում ես կարողացել եմ այնտեղ ստեղծել իմ գտնված երազը, կրթամշակութային կենտրոնը, աշխատել տարբեր հայկական դպրոցներում, բայց թողնել այդ ամենը եւ ետ գալ, չէի կարողանում բարձրաձայնել ու չէի գտնում ճանապարհը։ Ես ի գործը լրացրել եմ, հիշում եմ վերջին օրը, հայտադիմումների վերջին օրը ու իսկապես աղոթքով եմ լրացրել, որպեսզի ինձ ընտրեն եւ ես հայտնվեմ հայրենիքում։ Չեմ թաքցնի, ես առաջին ամիսը մտածում էի, որ ես ինձ նվեր եմ անում 1 տարի այստեղ լինելով, բայց գուցե հետ գնամ։ Հիմա ես իմ առաջ նպատակ եմ դրել, որ սեպտեմբերի 2-ը, երբ որ կավարտվի իմ ծրագիրը, ես կհայտարարեմ, որ մնում եմ Հայաստանում։ Ես ինչքան հասկանում եմ, առասարակ 2016-ին Հայաստանից մեկնելը Ռուսաստան ձեր սերտովը չէր։ Ցավոք Ես այո։ հիշում եմ այդ տարին, պատերազմի տարիներ, նաև կարողագուցե այդ ինչ-որ ընդհանուր քաղաքական վիճակը մթնոլորտ ինչը նպաստեց ձեր օրինակ շատ հետաքրքիր է նաև ինչը նպաստեց, ինչը ստիպվեց, որ 2016-ին հեռացաք Հայաստանից։ Ընտանեկան ինչ-որ հանգամանքներ էին անձնական, թե աշխատանքի հետ կապված, թե միջավայրի, ես չգիտեմ, ինչն էր ձեզ տարավ դուրս Հայաստանից։ 2016 թվականին ես ավարտեցի ինստիտուտը եւ հենց այդ տարի ես Երևանում մասնակցեցի փառատոնի, որտեղ առաջին տեղ գրավեցինք եւ Վանաձորից եկած աղջնակը հաղթեց առաջին տեղ։ Դա իսկապես մեծ նվեր էր վանաձորցիներիս համար, բայց ես արդեն իմ ձեռքում ունեի Մոսկվայի տոմս ծնողներիս մոտ։ Եվ չնայած որ անգամ առաջարկ կար թատրոնում աշխատելու մեր Վանաձորի, որը շատերիս համար երազանք էր ուսանողներիս, ես պետք է գնայի ծնողներիս մոտ ու ես վստահ էի, որ Մոսկվայում իմ կյանքում ավարտվում է թատերական կյանքը, հայկական այդ միջավայրը, բայց ստացվեց, որ ես տեղափոխվեցի։ Այդպես չեղավ։ Բարձրարձակ այլ սցենար էր իմ կյանքում սպասվում եւ ես բուրըն ընթացք ունեցավ։ Ինչքան ես հասցրել եմ ուսումնասիրել ձեր կենսագրական տվյալները, որոնք զետեղված են ծրագրի կայքում։ Այո, եւ ես հայտնվեցի Եկեղեցու հայորդաց տանը, Գավիթ թատրոնում եւ սկսեց իմ գործունեությունը տարբեր հայկական դպրոցների հետ ու արդեն եկավ մի շրջան 2026 թվականը, որ հասկացա ուզում եմ ունենալ ես իմ կենտրոնը ու թատրոնի միջոցով երեխաներին սովորեցնել հայերեն, որը կարծում եմ թե ստացվում է եւ շարունակում եմ այդ ուղին։ Այսինքն այնտեղ արդեն բավականին այսպես ստացված, կայացած գործունեություն կար եւ դուք դա թողեցիք հետ եկաք, հա։ Այո։ Ես երբ որ գործին դիմում էի, ոչ ոք չգիտեր այդ մասին եւ ես 1 տարի լուր աշխատակիցներ եմ փնտրել, բայց չէի ասում թե ինչու համար եմ փնտրում աշխատակիցներ ու երբ արդեն բոլորի համաձայնությունը ստացել էի, հայտարարեցի, որ ի գործը ինձ է սպասում եւ ես գնում եմ տուն, դուք մնում եք շարունակելու իմ գործը։ Այդ դեպքում կարծես թե հետ գալու մոտիվացիան շատ ավելի զորեղ էր, քան այն ամենը, ինչ արդեն հասցրել եք այնտեղ ստեղծել
բարգավաճել, առաջ գնալ։ Այո, ամեն օր այստեղ արթնանալը դա իսկապես ինձ համար հիմա նվեր է։ Լավ, ես Աննային նորից հարց ուղեմ, թեև մասնակիցների թիվը կարծես կրճատման միտում ունի, բայց ոչ դիմումատուների, բայց ես ուզում եմ հարցնել, արդյոք աշխարհագրությունը մասնակիցները ավելացել է, կան երկրներ, որոնցից մասնակիցները առաջին անգամ են։ Այս պահի դրությամբ հայտադիմումների մեջ չունենք ավելացում երկրների, բայց աշխարհագրությունը շատ բավականին մեծ է, իրականում մինչև 30 երկիր ենք ունենում, այնպես չի եղել, որ երկիր կա, որ երբևիցե մասնակցություն չի ունեցել։ Տարիների ընթացքում, այս 5 տարիների ընթացքում համարյա թե բոլոր երկրներից մասնակցություն ունենում ենք։ Անգամ այն երկրներից, որտեղ մի քանի հայ են բնակվում։ Օրինակ, կասեք այդպեսի։ Օրինակ Էկվադորից, օրինակ ունեցել ենք Հարավային Ամերիկայից, Էկվադորից։ Հա, ունեցել ենք Հնդկաստանից, որտեղ շատ փոքր է համայնքը իրականում, ունենում ենք, այո։ Բավականին քիչ բնակեցված հայերով տարածքներից էլ ենք հայտեր ունենում, Չիլիից։ Դե առհասարակ ես ինչքան գիտեմ Հարավային Ամերիկայում հայերի թիվը բավականին մեծ է, այնտեղ շատ մեծ հզոր հայկական համայնքներ կան, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայը բավականին մեծ հայկական համայնք է։ Այս Չիլիում փոքր են, Հա, մի բայց քանիսն են։ մոտ երկրներ են, գուցե ժամանակին Արգենտինայից ինչ-որ մաս տեղափոխվել է Չիլի։ Իրականում մեծ են նաև Արգենտինա, Բրազիլիայից մասնակցություններն էլ ունենք եւ հայտադիմումներ ունենք եւ մասնակիցներ ունենք։ Ես նաև ուզում եմ հարցնել, թե կապված նաև այս վերջին քաղաքական իրողությունների, վերջին զարգացումների, որոշակի կայունացումների հետ, արդյոք Հայաստանի հանդեպ այսպես սերը հետաքրքրությունը ավելի աճել, արդյոք Հայաստանը ավելի գրավիչ կամ գուցե ավելի գայթակղիչ է դարձել վերջին 1-2 տարիներին։ Ես մի թիվ եմ հիշում, որը նաև կառավարության վերջին նիստի ժամանակ հրապարակվեց, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստան վերադարձածների թիվը ավելին է, քան Հայաստանից մեկնած թիվը, այդ դրական սալդոն 8600 է կազմում, այսինքն 2025-ին 8600 մարդ ավելի է վերադարձել, քան մեկներ Հայաստանից։ Թույլտվեք ես խոսեմ միայն Իգոր ծրագրի շրջանակներից, որտեղ քաջատեղյակ եմ կոնկրետ ծրագրի պատկերի նկարագրության ինչի եմ ասում, որովհետև կոնկրետ թվերի ծանոթ եմ ավելի շատ Իգոր ծրագրի շրջանակներում, Քայլ դեպի տուն ծրագրի շրջանակներում, Դիասպորա ծրագրի շրջանակներում եւ նշեմ, որ այս 5-6 տարիների ընթացքում դիմումատուների աճ կամ նվազում չենք ունեցել հիմնականում, ոնց որ պահպանվել է ամբողջ նույն քանակների մեջ, եղել է 280-ից 300 հայտ, Քայլ դեպի տան շրջանակներում մինչև 2000 հայտ ենք ստանում, այսինքն դիասպորայի շրջանակներում մի փոքր ավելի քիչ, որովհետև դա կամավորական ծրագիր է եւ ժամերը իրենցից տարբեր ժամային գրաֆիկներ ունեն, դա է մի փոքր խանգարում, բայց մեր ծրագրի շրջանակներում միշտ ստանդարտ նույն թվերը պահպանվում են։ Քանի դեռ 2025-ի ծրագիրը ավարտված չէ, ես հիմնվելու եմ նախորդ ծրագրերի վիճակագրական տվյալի վրա, այսինքն առաջին 5 տարիների, որոնց ընդհանուր գումարը մասնակիցների կազմել է 250, հա, յուրաքանչյուր տարի 50-ական, եւ որոնցից ես ինչքան հիշում եմ, այդ տվյալը 182-ը, այսինքն 250-ից 182-ը մնացել են Հայաստանում, ինչը կազմում է 73%, այսինքն իր բուն նպատակի տեսանկյունից հայրենադարձություն ապահովելու 73% հաջողություն ունեցող ծրագիր կարող ենք համարել։ Ինձ նաև հետաքրքիր է, թե այդ 182 մարդիկ քաղաքացիները, որոնք արդեն ապրում են Հայաստանում, բոլորը ապահովված են աշխատանքով եւ ապահովված են այն աշխատանքով, որը ի սկզբանե տրվել է նրանց։ Այսպես ասեմ, բոլորը ապահովված լինելու շնորհիվ են, որ գտնվում են Հայաստանում, որովհետև դժվար կլիներ իրենց կենցաղ կազմակերպել Հայաստանում առանց որևէ ֆինանսական միջոցների։ Ունենք բոլոր կառույցներում, այն կառույցներում, որոնք որ աշխատել են, այնտեղից ստացած մարդիկ ստացել են աշխատանքներ, ունենք եւ քաղցառայողներ, եւ ունեցել ենք պետական պաշտոնների անձիկ եւ ունենք մասնավոր հատվածում, ունենք շատ մարդիկ թվայնացման ոլորտում տեղեկատվական։ Ես նաեւ գիտեմ, որ բավականին բարձր պաշտոններ զբաղեցնող։ Այո, ուզում եմ ասեմ, առանց
աշխատանքի ապահովման դժվար թե ինչ-որ մեկը կարողանար հայրենասիրության հիմունքներից դրծված ապրել Հայաստանում։ Իսկ եղել է, որ նման մարդկանց պարագայում հայրենասիրությունը այսպես գայթակղիչ եղել նաև այնտեղի իր ընկերների, բարեկամների, եւ դա կարծես երկրորդական էֆեկտ է ունեցել, նպաստել է, որ այդ Հայաստան եկած քաղաքացու ինչ-որ բարեկամներն էլ հետո վերադարձել են կամ չգիտեմ, հարազատներ, ընկերներ, ինչ-որ մարդիկ, որոնք հետևել են նրա օրինակին, եկել են Հայաստան։ Իրականում այո, բոլոր տարիներից ունենք, Մարին էլ կփաստի, որ Մարին էլ այդ մեր գործականների շնորհիվ այսօր հայաստվել Հայաստանում, մշտադիտարկում իրականացնում ենք ամեն տարի ու տեսնում ենք, որ այո, մեր գործականներն էլ խորհուրդ են տալիս իրենց բարեկամներին, ընկերներին, երաշխավորում են նաև մեզ, որ իրենք լավ մասնագետներ են, կարող եք այս կառույցում իրենց երաշխավորել, այո, այդպիսի դեպքերն են շատ։ Դա էլ է ծրագրի հաջողությունը։ Մարի, իսկ որ որոշեցիր վերադառնալ Հայաստան, այնտեղ չեղան մարդիկ, ովքեր ասեին, թե ուր ես գնում Հայաստան, անկայուն երկիր է եւ այլն։ Չէ, անկայունը թույլ չէի տա, որ ասեն, բայց ասում էին, որ այսքան ստեղծել ես, ինչու ես գնում, բայց ես ունեի ուղղակի հետ գալու երազանք ու այդ պահին չէի լսում ոչ ոքի, բայց ես հիմա իմ այստեղի ամեն օրվա ժպիտով ապացուցում եմ, որ ես ճիշտ քայլ եմ արել ու փորձում եմ ոգևորել շատերին, ինչպես ինքս եմ ոգևորվել նախկինի գործականներից եւ ետ եմ եկել։ Իսկ հիմա երևի շատերը արդեն համոզում են, թե այստեղից այլևս հետ չգնաս, չէ, Ռուսաստան։ Ես ինչու համար նախորդ հարցը ուղղեցի, որովհետև այսպես կարծիք կա, որ Ռուսաստանում առասարակ հայլազգիները ավելի հեշտ են ուծացվում, ավելի հեշտ են այնտեղ օտարանում, այդ թվում նաև հայերը։ Ցավոք սրտի եւ հայկական դպրոցների հետ աշխատելով ու ինքս էլ ունենալով իսկապես շատ բարդ էր երբեմն հենց հային համոզել, այլ ոչ թե օրինակ որ ռուս մայր էր գալիս ամուսիններ հայ, այդ դեպքում ես կարիք չէի ունենում երկար բացատրելու թե ինչու պետք է հայ մնալ, բայց ցավոք երբեմն հային պետք էր երկար բացատրել թե ինչու պետք է երեխան գա հայերեն սովորի։ Շնորհակալություն այսքանը, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հեռուստատողներ, մեր հյուրերն էին Իգոր ծրագրի ղեկավար Հաննա Մհերյանը եւ ծրագրի մասնակից Մարի Մնացականյանը, ով վերադարձել է Ռուսաստանից Հայաստան եւ որոշել է մնալ Հայաստանում։ Այսքանը հաջողություն։